Այսօրվա կարևոր նորություններն են ներկայացնում Հորիզոն լրատվականը 2 հոկտեմբերի 5-շաբթի։ Կոպենհագենում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերն ընդգծել են Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում թրիփ նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱԿ Մինսկի գործընթացը եւ դրան առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը, ասված է կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Կոպենհագենում տեղի ունեցել նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են Հայաստան-Վրաստան բազմավոլորտ համագործակցության ընթացք եւ զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը եւ ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարեւորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ թրիփ նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Առաջիկա 2 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ կսկսվեն կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Շատդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ հանրապետական եւ դեմոկրատ կոնգրեսականները չեն կարողացել համաձայնեցնել բյուջեի նոր նախագիծը։ Դեմոկրատները ցանկանում են ստանալ առողջապահական նպաստների պահպանման շուրջ երաշխիքներ, նախքան կհամաձայնեն ծախսերի պլանին։ Հանրապետականները պնդել են, որ դա հարկատուների վրա ֆինանսական մեծ բեռ կլինի։ Ըստ վերլուծաբանների, կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով ժամանակավորապես կկրճատվի դաշնային աշխատողների շուրջ 40%-ը, մոտ 750,000 մարդ։ Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի 10-ից ավելի նավ եւ ձերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում շվեդ բնապահպան Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, որոնց վրա գտնվել է շուրջ 500 մարդ։ Սա հումանիտար ամենախոշոր առաքելություններից մեկն է, որը փորձում է ծովով օգնություն հասցնել Պաղեստինի սովյալներին։ Ակտիվիստներն Իսրայելի գործողություններն անվանել են անօրինական, նշելով, որ դրանց նպատակն է Գազայի մեկուսացումը շարունակել։ Իսրայելական կողմի պնդմամբ նավատորմը խախտել է ծովային օրինական շրջափակումը Հունաստանում, Իտալիայում, Թունիսում, Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել բողոքելով նավերի կալանման դեմ։ Կոլումբիայի նախագահ միջադեպն անվանել է միջազգային հանցագործություն, երկրից արտաքսել է իսրայելցի դիվանագետներին եւ դադարեցրել Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի հետախուզական տվյալներ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին ավելի հեռար հարվածներ հասցնելու համար, հայտնում է Reuters-ը։ Ըստ գործակալության այս որոշումը նախագահ Թրամփի կողմից վարվող քաղաքականության փոփոխության առաջին քայլն է։ Հիշեցնենք, վերջին շաբաթներին Միացյալ Նահանգների առաջնորդը զգալիորեն կոշտացրել է հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ։ Այս քայլը տեղի ունենում այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները քննարկում են Կիևին Տոմահավք տեսակի հրթիռների հնարավոր մատակարարումը։ Այս հրթիռներն ունեն 2500 կիլոմետր հեռահարություն, ինչը բավարար է Մոսկվային հարվածելու համար, գրում է Reuters-ը։ Մեծյոթնակի երկրները մշակում են լայնածավալ միջոցառումներ Կիևին օգնելու համար, ինչը հնարավորություն կտա Ուկրաինային բարելավել իր ֆինանսական կարիքները։ Այդպիսի միջոցառումներից մեկը մեծյոթնակի իրավասություններում սառեցված ռուսական ակտիվների ամբողջ արժեքի օգտագործումն է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու եւ արդար ու երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին ասվել է G7-ի ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության մեջ։ Մենք լրջորեն քննարկում ենք Ռուսաստանին օգնություն ցուցաբերող պետությունների եւ ընկերությունների դեմ առևտրային միջոցառումների եւ այլ սահմանափակումների կիրառման հնարավորությունը, այդ թվում ռուսական նավթից արտադրված նավթամթերքների առումով։
Եվրոպայի օդային տարածքի մի շարք ռուսական ներխուժումներից հետո Եվրամիության առաջնորդները Դանիայում կայանալիք գագաթնաժողովում քննարկում են այսպես կոչված անօդաչու թռչող սարքերի դեմ պատի ստեղծման հարցը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Լեհաստանին եւ իր բոլոր գործընկերներին առաջարկում է ստեղծել համատեղ, իսկապես հուսալի վահան ռուսական օդային սպառնալիքների դեմ, հիմնվելով Ուկրաինայի մարտական փորձի վրա։ Դանիայում կայանալիք բանակցություններից մեկ օր առաջ Վարշավայում անցկացվող անվտանգության ֆորումում ելույթ ունենալով Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը կարող են հակազդել ռուսական բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերին եւ հրթիռներին։ Ուկրաինայի փորձն այսօր Եվրոպայում ամենաակտուալն է եւ հենց մեր փորձը, մեր մասնագետներն ու տեխնոլոգիաներն են կարող դառնալ ապագա եվրոպական անօդաչու թռչող սարքերի պատի լայնածավալ նախագծի հիմնական տարրը, որը կերաշխավորի երկնքում անվտանգությունը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ պաշտպանության թևեր զորավարժությունները միավորում են ուկրաինական եւ դանիական ուժերը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար։ Զորավարժությունները տեղի են ունենում անօդաչու թռչող սարքերի մի շարք ներխուժումներից հետո, ինչը մտահոգություններ է առաջացրել երկրի օդային տարածքի անվտանգության վերաբերյալ։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Ռումբի տեղադրման ահազանգ է ստացվել Գյումրիում, այսօր ժամը 15-ի սահմաններում Հանրապետական շտաբօգնության Գյումրիի կայանը ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել ոստիկանությունից, ոստիկանությունն էլ թիվ 15 հիմնական դպրոցից, ահազանգից հետո շտաբօգնության մեկ բրիգադ ուղարկվել է տարածք, այս պահին ոստիկանության եւ մյուս իրավասու ծառայությունները զննություններ են իրականացնում դպրոցում, տարածքում սահմանված է հսկողություն, ռումբի տեղադրման մասին ահազանգի կեղծ կամ իրական լինելու հանգամանքները դեռ ճշտվում են, նշենք, որ թիվ 15 հիմնական դպրոցում այս պահին դասեր ընթանում են երկերտ, քանի որ այստեղ է ժամանակավոր տեղակայվել նաև թիվ 19 հիմնական դպրոցը։ Երեկ ազգային ժողովի հարցու պատասխանի ժամին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հարցով անդրադարձել էր Գյումրիի քաղաքապետի վերջերս արած հրապարակային հարտահայտության, նշելով, որ դրանով Վարդան Ղուկասյանը կասկածի տակ է դրել Հայաստանի ինքնիշխանությունը։ Հարցին պատասխանելով վարչապետը ընդգծել է, որ նախ այդ հայտարարություններին գնահատականներ պետք է տան նաև գյումրեցիները։ Ավելի ուշ երեկոյան քաղաքապետը պատասխանել է ազգային ժողովում հնչած քննադատություններին։ Ինչպես հանրությունն է տեղյակ, վերջերս հրապարակային ազգատավ հայտարարություններ անելով կասկածի տակ դրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Այս ընթացքում Գյումրի քաղաքում կատարվել են բազմաթիվ շինարարական աշխատանքներ եւ այդ աշխատանքների մեծամասնությունը կառավարության շնորհիվ է իրականացվել եւ հիմա կա մտավախություն, որ այս կլանի ղեկավարը եւ իր թիմը փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի այդ աշխատանքները վերագրվեն իրեն։ Նախ կարծում եմ այդ հայտարարություններին առաջինը գյումրեցիները պետքա գնահատական տան, որովհետև դա շատ կարևոր է։ Եվ երկրորդը մյուսները նույնպես գնահատական պիտի տան եւ մենք բոլորս պետքա գնահատական տանք։ Ես կարծում եմ, որ նման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում։ Դա մի աշխատանք է, որ պետք է անել ներվային, հանգիստ, հանդարտ եւ ինստիտուցիոնալ, եւ ես կարծում եմ, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն։ Չի կարող Հայաստանի որևէ թեկուզ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյա կասկածի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք նման դեպքերում եւ փաստ չի որ չունենք։ Պետք է դիտարկել, որովհետեւ ուղղակի պետք է գնահատական տալ, բայց ես կարծում եմ, որ նման երևույթներին պետք է դասել թյուրիմացությունների շարքը, որոնք հնդածս շտկվում են պարզապես։ Սրանք, որ այսպես խառնվել են 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, Վարդան Ղուկասյանը չի իջնում այդ ամբիոնից։ Սրանք էլ բան ու գործ չուներ, այս երկիրը լուրջ խնդիրների առաջ կանգնած է։ Ամբողջ պետությունը լուրջ խնդիրների առաջ կանգնած է եւ արտաքին եւ ներքին։ Այս Վարդան Ղուկասյանը ինչ բան է ասել, որ
Այդ ով է անկախության Հայաստանի պետականության հետ կապված որևիցե մի բան ասել։ Երբ որ ես ասում եմ միություն, այդ միությունը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը։ Ուրեմն եթե ռուսը, Ռուսաստանը, եթե Ամերիկան կամ որևիցե մի երկիր աշխարհում հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ողերիմ թշնամին կդառնա եւ ես իմ տեսակը պատրաստ է ազգի համար մեռնելու, կռվելու, պայքարելու։ Բայց հիմա ես նորից նույնը ասում եմ իմ խոսքերը։ Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ով է ասել, որ ես ասել եմ գուբերնիա։ Եվ ես ասել եմ, ով իմ խոսքերին, այս խոսքերին հագադարձի, ու ինձ իրենց կոմենտ գրողները, որ ունեն, չէ, նստած կոմենտներ են գրում, տեղերն է գիտենք, իրենք պատվերը տալիս են, ֆինանսավորում են, կոմենտ են գրում։ Ու մեզ վատ բան ասի, ինձ վատ բան ասի։ Այո, սրիկաշան որդի է, ես թուրքահպատակ, այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ, ով ինձ Հայաստանի անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ ինձ հակադարձի մի վատ բան գրի ու վատ բան ասի, նա թուրքահպատակ շան տղա է, ես էդ եմ ասել, ու չեմ փոշմանել։ Գյումրիի 3 թանգարանների պահուստներից դուրս են բերվել հայկական գորգարվեստի բացառիկ նմուշներ եւ 4 ամիս շարունակ ցուցադրվելու են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում։ Շիրակի երկրագիտական կումարի պատմամշակութային արգելոց թանգարանների գորգերի ու կարպետների եզակի հավաքածուների փոքր մասն է ներկայացված ցուցադրության եւ բոլորն ընդգծում են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայկական գորգագործության առանձնահատկությունները։ Հայոց պատմության ու մշակույթի լուռ վկաների բացառիկ նմուշների ցուցադրությունն առաջին անգամ է։ Երբևէ չցուցադրված այս նմուշները տարիներով պահվում են թանգարանային ֆոնդերում։ Միայն լույսի երես են տեսնում տարին մեկ անգամ, երբ արևին են տալիս խոնավությունից, քայքայումից պաշտպանելու համար։ Պեղումներից բացի սա սովորական աշխատանք է դարձել սեփական շենք ու ցուցադրության տեղ չունեցող Շիրակի երկրագիտական թանգարանի համար։ Մշտապես այդ աշխատանքը կատարվում է, որովհետև սրանք առանձնահատուկ նշանակություն ունեցող կատարածումներ են, նմուշներ են, որոնք ամեն կնով պետք է պահպանվեն։ Ժամանակավոր ցուցադրություններում ու այն էլ թանգարանի հարուստ ժառանգության ֆոնդի մի մասն է երևում։ Այժմ էլ 4 ամսով հանգրվանել է Մերկուրովի տուն թանգարանի մեկ սրահում։ Շիրակի երկրագիտական թանգարանի հայկական գորգերի ու կարպետների հարուստ հավաքածուն 170-ից անցնում է, բայց ցուցադրվում է բացառիկ նմուշներից ընդամենը 9։ Իրականում սա ավես ամոթն է։ Մենք դի երկրագիտական թանգարանների նմուշները, որը Հայաստան աշխարհի պատմությունը ցույց կտա ու մեր մշակույթը, մեր արվեստը, իրականում այդ ամեն ինչը պետք է այդ ձևով չեղներ։ Ցավոք պայմաններն այդ է։ Ընդամենը 9 գորգի Շիրակի երկրագիտական թանգարանը ցուցադրում, բայց իրենք իրենց տեսակով եւ որակով առանձնահատուկ են եւ առաջին անգամ են ցուցադրվում։ Դրանց մեջ առանձնանում է Փեղավոր անվանում ստացած գորգը, որը առանձնահատուկ է ամբողջ Հայաստանում։ Մասնագետները նշում են, որ մի քանի հատ կա, որը իր տեսակով, որակով, գույների գործվածքի եւ այլով տարբերվում է։ Իհարկե, մյուս գորգերներ ունեն առանձնահատկություն։ Բրդի հումքով բնական ներկայնյութերով գործած այս գորգերի ու կարպետների մեծ մասը 19-րդ դարի են թվագրվում։ Եզակի են զարդանախշերը, ընդգծող պատկերները չխունացող գույներով։ Բոլորը նկարագիրն են 19-րդ դարի հայկական գորգարվեստի զարգացման։ Այդ շրջանին են բնորոշ հայտնի վիշապագորգերը, դրանցից մի քանիսը Կումայրի արգելոց թանգարանի ֆոնդերում են պահում։ Տվյալ գորգը Կումայրի արգելոց թանգարանի ֆոնդից է, ջրաբեշտում գործված, ուտիկ ջրաբեշտ, այդ Ղարաբաղ ջրաբեշտ խմբին է պատկանում։ Այստեղ կարող եք տեսնել եւ կենտանիների պատկերներ, եւ վիշապների, եւ կանանց պատկերներ, մարտակերպ պատկերներ, ինքը շատ հետաքրքիր է եւ համեմված է ազգային զարդամոտիվներով։
Հաջորդը Քորկազատ դաշտով էլի Կումայրի պատմամշակութային աշկելոց թանգարանի ֆոնդերից է եզակի է նրանով, որ պահպանված կենտրոնում որևէ զարդամոտիվ չկա եւ մասնագետների դա շատ հետաքրքրեց, որ նման գորգեր կարող են լինել, որոնք ազատ դաշտով են եւ որևէ բան զարդամոտիվ կենտրոնական հատվածում տվյալ գորգը չունենա, իսկ անկյունային հատվածներում կարող եք տեսնել նշաձև զարդամոտիվը, որը պտղաբերության սիմվոլն է։ Շիրակին բնորոշ գորգեր են, դարձյալ կենտանիներով, եթե ուշադիր դիտեք, ապակ տեսնեք եւ կենտանիները, եւ զարդամոտիվները, եւ մարդու պատկերը, այսինքն այն եւ աստղակերպեր կտեսնեք, իշապների եւ օծերի փոքրիկ պատկերներ կարող եք տեսնել։ Այսինքն ինքը շատ հետաքրքիր է նրանով, որ եւ կենատ ծառերը եւ ամեն ինչ մեկտեղված է եւ պատրաստվել է Շիրակի գյուղերից մեկում։ Գորգերը խոսում են, քանի որ գորգերը եւ կարպետները սոսկ գործվածքներ չեն, այլ խոսում են մեր դարավոր պատմության, մեր հարուստ մշակույթի եւ մեր ազգային դիմագծի ու մշակութային ինքնության մասին։ Գորգարվեստն Ալեքսանդրապոլում տարածված չի եղել, հիմնականում Շիրակի գյուղերում են զբաղվել գորգագործությամբ, բայց ալեկպոլցիների տների կահավորանքի անբաժանելի մասն են կազմել գորգերն ու կարպետները։ Գորգագործության առաջին արհեստանոցն այս քաղաքում բացվել է 1907 թվականին։ Կումայրի արգելոց թանգարանի եւ Շիրակի երկրագիտական թանգարանի ֆոնդերում պահվող եզակի գորգերն ու կարպետները միայն շիրակյան նմուշներ չեն։ Այստեղ պահպանվում են նաև հարևան մարզերից ու արևմտյան Հայաստանից բերված վահանագորգերի եզակի օրինակներ։ Ամենահինը 1853 թվականին գործած այս գորգն է։ Արձանագրությունը վերին անկյունում խոսում էին մասին, որ կարպետը պատրաստվել է 1853 թվականին, շատ լավ է պահպանված կարպետը եւ կարծում եմ կրում է լորիի գորգարվեստին բնորոշ զարդամոտիվներ։ Այստեղ ունենք նաև մեղվակարպետներ, էլի Շիրակին են բնորոշ, մի քանի մեղվակարպետներ կարող եք տեսնել։ Իսկ ինչ վերաբերվում է վահանագորգերին, ապա տեսնում ենք, որ եւ երկրագիտական թանգարանը եւ Կումայրի աշկելոցը ունեն այս տիպի եզակի նմուշներ, սրանք բավական արժեքավոր գորգեր են, իրենցից ներկայացնում են մեծ արժեք եւ հիմնականում բերված են Արևմտյան Հայաստանի Բասեն-Բագրևանդ շրջաններից։ 19-րդ դարի մոտ 6 հայկական գորգ է վերականգնվել Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանում, որտեղ պահվում են 40 արժեքավոր գորգեր, եւս մեկն այս պահին վերականգնվում է։ Բացառիկ ցուցադրության 4 ամիսների ընթացքում թանգարանում կանցկացվեն գորգագործության դասընթացներ, հետաքրքրվողներին հնարավորություն տալով ձեռք բերել հնագույն արհեստի հմտություններ։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքան այժմի լրահոսում հետևեք նորությունների ժամը 20-ին։